Երրորդ հետաքննությունը միջազգային մամուլը հրապարակեց մի օրվա մեջ մեր մասին։ Այս մեկն էլ Ֆրանսիայում Սամվել Կարապետյանի տան մասին է, որը գնվել է ոնց որ թե Գազպրոմ բանկի ֆինանսավորման տոլի վարկով, որտեղ ապրել է Պուտինի սիրուհի Ալինա Կաբաևան, դրա հետ կապված քրեական գործեր կան։ Ախպեր սպասեք մարսենք, էլի դանդաղ հրապարակեք։ Հələ են երկու հետաքննությունները չենք մարսել, են երկու հրապարակումները։ Մեկի մեջ Արման Թաթոյանի կուսակցության ենթադրյալ ստացած այդ 926 միլիոն դրամը, մյուս որ հետ կապված միջազգային հանցագործության մասին հաղորդում ենք ուղարկում, եւ մյուսի մեջ էլ այդ ռուսների պլանները, սխեմաները Հայաստանի ընտրությունների մասով, ցանկերը իրանց ինֆլուենսերների, այդ թվում Էդմոն Մարուկյանը իրանց մոտ այդ հետաքննության համաձայն ինֆլուենսերա որպես նշված ինֆլուենսերների, լրատվամիջոցների, մի խոսքով այն երկուսը չմարսած էս երրորդ եկավ, կաներեք ախպեր թարգեք այդ էս ինտենսիվությամբ, որ հակակոռուպցիոն կոմիտետն էլ այն կողմից հրապարակելա, որ 800 հոգի ուզում էին բերեին Հայաստանում, բերևառոտ անեին Ռուսաստանից, ձայնագրություններով, բաներով։ Ախպեր մի օրվա մեջ այդքան բան չեք կարող մարսենք, էլի մի քիչ դանդաղ։